Բարև հարգելի բադ, գիտես մի քիչ խառը մտքեր ունեմ, դե համել նրա հետ կապված, որ հեսա գործազուրկ եմ մնալու, գիտես ինչ եմ մտածում, սենց ասեմ, այդ մեծ կամպանիաները որ կան էլի, ասենք, տենց ոնց որ ինձ միշտ թվացել է, թե դրանք տենց շատ ուժեղ համակարգեր են, տենց ոնց ասեմ գերմարտկային ինչ-որ բան են դրանք, բայց երբ որ ես օրինակ աշխատեցի այդ բջջային օպերատորում, տեսա էլի, որ ընդ ինչ-որ տենց ավտոմատ ինչ-որ տենց գերմարտկային վիճակներ չեն, գիտես ոնց ասեմ, ինձ առաջ թվացել է օրինակ, որ տենց պետությունը ինքը տենց ինչ-որ հատուկ սիստեմա ու ինքը տենց աշխատում է ու ինքը այդ որ կինոների մեջ ոնց է լինում, որ ինչ-որ բան է լինում, ասենք սպանում են իրար կամ ինչ-որ բան է լինում, մեկից տենց միլիցիաքը գալիս են տենց իդեալական բան ու տենց այդ կամպանիաներն է, այդ բրենդներն է, ինձ թվացել է իրանք էլ տենց իդեալական բան են, բայց իրականում սովորական մարդիկ են ընդ աշխատում, համ կամպանիաներում, համ պետություններում, ոչ մի գերմարտկային ինչ-որ հատուկ բան չկա էլի դրա մեջ, այն Իլոն Մասկը որ կա, ինքը այս վերջերս ստատուս էր գրել, տենց ասում է գոյություն չունեն արքաներ ու թագավորներ, ընդամենը մարդիկ են, ու տենց մտածում եմ, ընդամենը մարդիկ են, այս ամեն ինչ էս տենց մեծ համակարգերը ստեղծել իրականում ինչ-որ գերմարտկային երևույթներ չեն էլի դրանք, ասենք նայում ես բրենդներին խոսքի Apple կամ Google, տենց թվում է իրանք եսիմինչեր են տենց ինչ-որ չգիտեմ ոնց բացատրեմ, ինչ-որ շատ բարձր բաներ են, բայց այնտեղ սովորական մարդիկ են աշխատում, այդ ամեն ինչը սովորական մարդիկ են ստեղծել էլի, ու տենց ես այդ հասկացա, որ աշխատում էի ինչ-որ բրենդոտ տեղում, դե հաթոռները հեչ լավը չէին, ու հիմա էլ ինչ-որ բրենդոտ տեղում եմ աշխատում, դե մյուս շաբաթ կհանեն գործից, ու տենց էդ էի մտածում էլի, որ իրականում ոչ մի բրենդները գոյություն չունեն, ոչ մի հատուկ բաները գոյություն չունեն, տենց ընդամենը մարդիկ հավաքվում են իրար հետ ինչ-որ բան են սարքում, չգիտեմ, բայց իմ զգացողությունը ավելի շատ կարող է մտքերս տենց բառերով չեմ կարող լավ արտահայտեմ, տենց բաներ էլի բադիկ ջան, ինչ ասեմ, դու ոնց ես, գործերդ լավ ա, այդ գրքի մեջ կարևոր բաները չէ գրած, տենց բադիկ ջան փորձեցի զգացածս ձևակերպեմ բառերով, լավ, հաջող